Կմաղքացած պաղեստինցի երեխաների մայրերը անճարությունից խելագարվում են 5 տարեկան Ուսամա Ալ-Ռաքաբին 2 տարեկան երեխայի քաշ ունի։ Որդի սրտի խնդիր ունի, քրոնիկ լուծ, նա բժշկական ուղեգիր ունի, որով կարող են Գազայից դուրս գալ ու բուժել փոքրիկիս։ 5 տարեկան է, 15-ից 18 կիլոգրամ պետք է լիներ, բայց ընդամենը 9 կիլոգրամ է քաշը։ Անցակետի փակման պատճառով մենք անճարության մեջ ենք։ Շրջափակված Գազայում ավելի քան 65,000 երեխա սուր թերսնման պատճառով հոսպիտալացվել է։ Ձուկ, միս, սպիտակուցներ չկերած մայրերը կաթ չունեն փոքրիկներին տալու համար։ Մի քանի ամսական երեխաներին կերակրում են, ինչ գտնում են ուտելու։ Եթե անցակետը փակվնա, Ուսամայի վիճակը շատ ծանր կլինի։ Նա մկաններ չունի, միայն մաշկ ու ոսկոր։ Պաղատում եմ, աղաչում եմ ամբողջ աշխարհին, օգնեք մեզ որդուս բուժենք։ Ուզում եմ նա էլ սովորական երեխաների պես ուտի, խաղա, մանկապարտեզ գնա։ Մարտի 2-ին է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն արգելել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված։ Իսրայելի իշխանությունն այս քայլն արդարացնում է նրանով, որ Համասը մերժել է ԱՄՆ հատուկ բանագնաց թիվ 8 քոֆի Գազայում հրադադարի ռեժիմը երկարացնելու ծրագիրը։ Իմ դուստրը ծնված օրից 2-4 կիլոգրամ է, ես նրան կրծքով էի կերակրում ու կաթնախառնուրդով, բայց նրա քաշը չի ավելանում, ես էլ եմ թերսնված, էլ չեմ կարողանում նրան կաթ տալ։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և կազմակերպության իրավաբանական վարչության ղեկավար Էլինոր Համաշերդը հայտարարել է, որ Իսրայելը խոչընդոտում է ՄԱԿ աշխատակիցների աշխատանքը Պաղեստինի տարածքներում, ինչը դատապարտելի է։ Այս դեպքերի պատճառն այն է, որ անցակետերը փակ են և սննդի լուրջ պակաս կա, սպիտակուցներով հարուստ սննդամթերքի, հավի միս ու ձուկ ցավոք չկա։ Բժիշկները հույս չունեն, որ այստեղ պառկած փոքրիկները ապրելու են։ Եթե նրանց Գազայից չհանեն, ամենաշատը մի քանի ամսվա կամ գուցե մի քանի օրվա կյանք ունենան։ Գանե Մովսիսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։